Ընտանեկան, սոցիալական և տարբեր այլ խնդիրների պատճառով Նորք շուրջօրյա խնամքի կենտրոնի շահառու է շուրջ 220 բնակիչ։ Ճակատագրերը տարբեր են, նախասիրությունները, նոր տարվա երազանքներն ու նպատակները նույնպես։ Ասում են ժողովրդի մեջ ընդունված է ասել ծերանոց, բայց իրենց համար տաքուկ մի անկյուն է տուն, որտեղ ապրում են միմյանց հետ կիսում առօրյա հոգսերը, փորձում կազմակերպել օրվա զբաղվածությունը։ Կենտրոն այցելել էինք Ամանորի նախաշեմին, երբ այստեղ տոնական եռուզեռ էր, տատիկ-պապիկների համար էլ կազմակերպվում էին ժամանցային տարբեր միջոցառումներ։ Զրուցել ենք տարբեր ճակատագրեր ունեցող մարդկանց հետ, բայց առաջինը մեզ գրավեց էլեգանտ, գրագետ եւ լավատես տիկին Ռոզան։ Տեղյակ է գրեթե ամեն ինչից, սկսած արհեստական բանականությունից մինչև քաղաքականություն ու նորաձևություն։ 80 տարեկանում իդես։ Արտաքին, այսպես ասեմ, հանդերձանքը ձեր լուքը դուք եք ընտրում։ Որ ես բարձրագույն կրթություն չունեմ, ծնողներով չեմ մեծացել, ես ինքս եմ ինձ դաստիարակել։ Ես տեսել եմ, որ այն մեկ կնոջ վրա այն մի բանը սիրուն չի, ուրեմն ինձ էլ սիրուն չի լինի, սպասը ես էլ չանեմ այդ, կամ ճիշտ հակառակը։ Ես այտենց եմ ապրում եմ եւ կարողանում եմ մարդկանց օգնեմ, ինչքան որ ես կարողանում եմ, եւ գրպանիս պարունակությամբ, եւ հոգեվոր եւ մտավոր էլի բոլորին, բայց դրա համար ես չեմ մեծամտանում, չեմ ասում արեցի, բապտի անեին, ինչ եմ արես ծնվել։ Այսինքն իմ առաքելությունը բարեգործությունն է, ինչքան որ ես հասկանում եմ, էլ ինձ գրած այն գրքերի մեջ։ Իսկ բարձրակրունկների վրա կարողանում եք քայլել։ Ոչ թե կարողանում եմ, վազում եմ, ապրում եմ, բարձրակրունկը իմ էությունն է։ Սա ցածր է հակասեր, չջղան բան չանեն երեխեքը, որ քաղաքով քայլում եմ, կան մարդիկ մոտենում են ինձ ու ասում են ես չեմ կարողանում, ասում եմ ձեզ խնդրել են որ հագնեք, ասում եմ չէ, ասում եմ բա ինչի եք տանջվում, բայց փորձեք, սա ինչա որ դուք իմ սերնդի մարդիկ տատիները բոլորը հագել են, այն ժամանակ հագել են, դա պահանջ ա եղել, իմ հոբին կարդալն է, շատ եմ սիրում կարդալ, օրինակ ոչ մի հեռուստացույց, ոչ մեկը չի կարա անենց նկարագրի մայրամուտը կամ ձմեռվա առավոտը Ռաֆին այն ձյունը, որ հարվում էր ու արևի շող ընկել էր կաթիլի մեջ, այդպես նկարագրում էր, գիրքը ուրիշ հասկացողություն է, բոլորին կոչ եմ անում կարդան, հատկապես հեքիաթ, թող կարդան հասկանան, որ աշխարհում ուտելուց բացի կա շատ ավելի մեծ արժեքներ, որից մեր սերունդը հիմա մենակ հեռախոսն է։ Ես այս շենքի 4 կողմը ամեն օր 5 անգամ սենց պատտվում եմ, էլ որ քայլեմ, չէ, ինչ անեմ, ամբողջ օրը պարկած, ինչ պիտի անես, բայց ես ֆիթնես եմ գնում։ Ուրեմն ես Սենյակը կիսում է մեկ այլ տատիկի հետ, ասում է մի փոքր լավ չի լսում, ինքն է փորձում անցուդարձից տեղյակ պահել։ Ինքը շատ տես, այդպես բերանափակ բան եմ հարցում, ասում եմ, ասա այո, դժվար է խոսում, չի խոսում։ Բայց յոլա գնում եք իրար հետ։ Իհարկե, ոնց կարամ յոլա չգնամ, այքես բան եմ խոսում, ասենք թե ասում եմ Ենթադրենք հիմա մի բան թափվեց հատակին, դե ասեմ վայ, նոր մաքրեցի հայ, ինչ եղավ, ասում ինձ խես ասում, բա ում ասեմ դու ես այս տանը, այտենց ապրում ենք, իհարկե լավ ենք ապրում, ես գիտեմ, որ ինքը ինչ չափի կառուցվածք ունի, իր ուղեղը ես շատ նորմալ հանգիստ, մեկ էլ ձայնս բարձրացնում եմ, որտեղ ինքը չի լսում, ես որ խոսում եմ ինքը չի լսում, ասում եմ սպասի, ես ասեմ նոր դու, երեք ես խեղճկինը տելևիզորով լսել, որ ցորեն են ներկրել, ինքը շատ է ուզում տելևիզոր նայել, ասում դե նայ, ես տանը չէ, եկել եմ ասում, իմացար ասում, ցորենը ներկված է եկել, արդեն հասկաց ասեմ ներկրել են, չեն ներկել, իրար շատ լավ ապրում են։ Մեր այցելության պահին ընթանում էր կառավարության նիստը, տիկին Ռոզան ուշադրությամբ հետևում էր։ Ես ոնց եմ գնահատում Ավինյանին, պատկերացրեք Ավինյանը ինչքան բաներ է, չէ, ապօրինի բաները հեռացնում, սարքավորումներ, գարաժներ, չգիտեմ, որ պետքա մեկի վրով թռնեիր, որ հասնեիր քո տուն, իսկ հիմա ազատ քայլում ես ու հանկարծ այդ մարդուն չեն գնահատում, բայց այդ քանդվողի, այսինքն այդ ապրանքը, որ քանդում են, դրա տերը պատկերացնում եք ինչ հայհոյանք, ինչ անեծքներ, ես ամեն օր աղոթում եմ, մաման երեխեք ջան, ձեզ բան չպատահի, թող ինձ լինի, ձեզ չլինի, երկիր եք սարքում, պետություն եք սարքում, շատ եմ սիրում հայրենիքս, իմ համար հորոսկոպի մեջ գրված է, որ ես տառապում եմ, երբ որ հայրենիքիս մի բան ա լինում, եւ իրոք,
շատ ծանր եմ տանում։ Վարչապետին եք սիրում։ Շատ, ոչ թե սիրում եմ, ասում ես մեռնեմ իրան բան չլինի։ Գիտեք ինչի համար։ Նա իր ընտանիքը, իր կինը, չգիտեմ, ձեզ դուր է գալիս թե չէ, ամեն ինչը դրել է նժարի մի կոմի վրա, պետությունը սարքում է մի աշխարհը մեզ ճանաչեց։ Այն մակի տղամարդիկ, որ այսենց աշխարհի գերտերություններ էին, վեր էին կացել իր ելույթից հետո ծափահարում էին։ Դա գիտեք ինձ համար ինչ էր։ Երջանկությունից քիչ էր մնում մեռնեի, բայց չմեռա, որ մնամ էլի բաներ տենամ։ Կենտրոնի շահառու է նաև Ղարաբաղից բռնի տեղահանված մի զույգ։ Գոհար Աբրահամյանը պատմեց, որ ծանոթացել են Ստեփանակերտի ծերանոցում, նախկինում ունեցել են ընտանիք, կորցրել իրենց կողակիցներին, իսկ հիմա այստեղ մի բարձի ծերանում են։ Ես իմ ամուսնուս հետ ապրել եմ 58 տարի, նա էլ չի դեպատ եղել, բայց դա ուրիշ բարդ է, ուրիշ էլ չեմ իմանում, երեխայի պես ես պահում, որ մի քիչ տխուր եմ լինում, մի տխրվի, ես քոդուղումը կաղդացեմ, մի տխրվի, դե չեմ իմանում, ամեն ինչ ես գնում ենք խանութներից առնում է բերում, ես տանը պատրաստում, մենք այստեղ չենք հոտում, ես լավ կերակուրներ եմ պատրաստում, բայց մի դեսեստրեք, ես գոհ ես ես պատրաստել, լավ հոտ է գալիս, ես ամեն ինչ պատրաստում, լավ հոտ է գալիս է։ Ամուսնուն էլ կնոջ մասին հարցրեցինք, ասաց մեկ-մեկ կռվում են։ Ասма իրար հետ կռվում եք։ Իրար հետ կռվում եք։ Առած կռվի քաղցրություն չկա։ Առած կռվի քաղցրություն չկա։ Պետք է Չկա, չէ։ Առած կռվի քաղցրություն չկա։ Իր առօրյայի մասին պատմեց նաև Գալուստ Սարգսյանը, երկար տարիներ ապրել է Շենգավիթում, ապա տեղափոխվել է Ուկրաինա, ունեցել է ընտանիք, ընկերներ։ Ծնվել եմ երրորդ մաս, հնդեի պպզողներից եմ։ Այդենց շուստրի տղա եմ եղել էլի, դենց ապրել եմ, մեծացել եմ, կյանք էլ տեսել եմ, ամեն ինչից բուրմունքը շնչել եմ։ Գալուստ Սարգսյանը հիմա էլ այստեղ է ընկերներ ձեռք բերել, սիրում է նարդի խաղալ, երբեմն նաև բիլիարդ, չթաքցրեց, փնտրում է նաև երկրորդ կեսին։ Սաղ իմ ընկերներն են, բան ինչ են, ես սաղին ասեմ խոսում ուրախցնում եմ, որ չնեղվեն, որ նեղվեցիր ինչա փոխվելու, ոչինչ չէ, конечно, պետք է մեկա, էլի դնես կրաղ ու ծիծաղաս, ես մեռնելուց ծիծաղով եմ մեռնելու, որովհետև վարյանտ չկա, թող մահը ինձանից վախենա, ոչ թե ես մահից, այտենց, պետք է չի։ Ուզեք փնտրեք, այստեղ գտնեք ձեր կյանքի կեսին։ Ոյ մի հատ քաղցր է որալ, իմ նման արուն է քաղցր, շեֆն ասել է, տունը տալս եմ, տեղը տալս եմ, ամեն ինչն էլ, հարսնիկն էլ անում եմ, էլ ինչ անձի պետք, մի, ասում է, 3 տարի ապրես, ուզածիդ հետ ապրես, 15 տարի ապրես չուզածիդ հետ, էդի ապրել չի, ավելնա 3 տարի ապրեմ ուզածիս հետ, կանանք էլ է, ում բաղթ եք բերի կանել իմ բաղթը ում հետ։ Ձեր հանդերձանքը դուք եք ընտրում կոստյումով, էլեգանտ, այսպես։ Конечно, գիտեք ինչ կա, մի բառով ասեմ, ասում է, պատդեցու, всё к лицу։ Նազիկ Մկրտչյանն արդեն երկրորդ տարին է կենտրոնի շահառուն է, միջավայրից, անձնակազմից, անչափ գոհ է։ Ես ճիշտ ասած բանասեր եմ, դպրոցում աշխատել եմ լեզվի գրականության, նաև եկեղեցու պատմության ուսուցչուհի, առավոտյան երբ վեր եմ կենում, պարտադիր ֆիզկուլտուրայով եմ զբաղվում, գնում եմ եկեղեցի, քայլում եմ շատ, գալիս եմ ճաշարան, հետո զբաղվում եմ ընթերցանությամբ, այդպես օրս անց եմ կացնում։ Այստեղ ընկերուհիներ ձեռք բերել Ունեմ ընկերուհիներ, այլի լեզվի գրականության ուսուցիչներ, քնարիկը, հրանուշը։ Այն սիրո պակասը, որ զգացել են նախկինում, լրացվում է այստեղ։ Նազիկ Մկրտչյանը կյանքի ընկերել ունի, ասած նշանված է, ակնկալում է գալիք տարում ամուսնանալ։ Ինքը Լիբանանից է, շատ լավ անձնավորություն է, ինձ խնամում է ամեն ինչով։ Ուղղակի հիացած եմ, շնորհակալ եմ իմ Աստծուց, որ իսկապես Աստված կա, եղբորս տարավ, բայց իրեն տվեց, ինձ միայնակ չթողեց այս աշխարհում։ Խնամքի կենտրոնի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Ասատրյանը պատմեց շահառուների համար կազմակերպվում են ամենատարբեր ժամանցի միջոցները, նրանց առօրյան փոքրինչ հետաքրքիր դարձնելու համար։ Մատնանշեց նաև իրենց հիմնական ու կարևոր նպատակը։ Հիմնականը շահառուներին վերադարձնել դեպի սոցիում, այսինքն դեպի ընտանիք վերադարձը մեր համար հաջողության
կետերից մեկն է, երբ որ շահառուն վերադառնում են ընտանիք։ Որտեւ շահառուների մի մասը ու ոչ փոքր մաս ունի նաև ընտանիք ու ընտանիքի հետ կապված դժվարին իրավիճակներում հայտնված է սա, այսինքն հոգեբանական աշխատանքներ են տանում հոգեբանները, սոցաշխատողները արդեն կազմակերպեն իրենց ժամանց մյուս ու հետ ինտեգրել դեպի սոցիում մեր մեծ խնդիրն է, որը որ կազմակերպվում է։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։